Ողջույն, ես Աննան եմ, գրքային բլոգեր, ով վարում է իր բլոգը արդեն 4 տարի, բայց դուք ինձ առաջին անգամ եք տեսնում YouTube-ում, որտեղ ինձ շատերը կճանաչեն Instagram-ից եւ այլ սոցիալական հարթակներից, այնտեղ ես շատ ակտիվ եմ, համարյա ամեն օր տեղադրում եմ վիդեոներ, սթորիներով եմ նաեւ ակտիվ, իսկ YouTube-ում հուսամ շարունակական կլինի այս ֆորմատը, որը որ ավելի երկար է, եւ հուսամ կհավանեք, կլինեք ինձ հետ, ինձ շատ կարեւոր է ձեր աջակցությունը, դրա համար խնդրում եմ հետևել իմ բլոգին, մեկնաբանություններում ակտիվ լինել եւ լայքել։ YouTube-ում հայտնվելը կարծես մի երազանքի նպատակի նման մի բան լինի, բավականին երկար ժամանակ ինձնից պահանջեց, որպեսզի ես հիմա նկարեմ այս վիդեոն, որովհետեւ ես գիտակցում եմ, որ սա շատ երկար ֆորմատ է ու բավականին երկար ժամանակ է խլելու։ Պետք է այնպես անեմ, որ դուք չձանձրանաք, հետաքրքրությամբ նայեք։ YouTube-ում մեծ սիրով հետաքրքրությամբ ես նայում եմ յութուբերներին, գրքային ֆորմատի մասին է խոսքը։ Նախ անվանս հետ կապված Anna's Boovies, ինչ է դա նշանակում առհասարակ, Anna's Books and Movies, Աննայի գրքերը եւ ֆիլմերը, այդ երկու բառերը ես sense միաձուլել եմ եւ ստացել եմ Boovies արտահայտությունը, որը արդեն յուրահատուկ է եւ ես 4 տարի է ինձ հետ է, շատերը ինձ հետ այդպես էլ ճանաչում են։ Իմ ֆորմատը ի սկզբանե այսպիսին էր, ես կարդում էի գիրքը, նայում էի գրքի հիման վրա նկարված ֆիլմը եւ համեմատականներ էի անցկացնում, հետագայում մի քիչ ավելի sense ծավալվեցի, առանձին խոսում եմ գրքերից, ավելի շատ, ավելի հաճախ կարդում եմ գրքեր։ Իհարկե այդ ֆորմատը դեռևս ակտուալ է ինձ մոտ, առանձին նայում եմ ֆիլմեր, ֆիլմերից էլ եմ խոսում, շատ հետաքրքիր ինֆորմացիայով եմ ձեզ հետ կիսվում։ Եկեք ընդհանրապես պատմեմ, թե ինչ մասնագիտություն ունեմ ես եւ ինչպես ծնվեց միտքը վարել գրքային բլոգ։ Մասնագիտությամբ լեզվաբան եմ, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզու եւ գրականություն բաժինը։ Սերս դեպի գրականություն երևի սկսվեց արտգրակի արտասահմանյան գրականության դասերով իմ համալսարանի, բայց այդ ժամանակ դեռևս այդքան շատ չէի կարդում։ Սկսեցի շատ կարդալ, երբ որ ծնվեց իմ աղջիկը, արդեն համարյա 5 տարի առաջ։ Գնում էինք այգի ժամերով, մնում էինք տեղ ու ես չգիտեի թե ինչ պետք է անեմ։ Ես սկսեցի կարդալ գրքեր։ Ու այդտեղից սկսվեց իմ սերը դեպի գրականություն, սկսեցի բացահայտել շատ լավ ստեղծագործություններ, ու քանի որ հիմնականում սկզբում ես կիսվում էի իմ անձնական էջում ու հասկանում էի, որ ոչ բոլորին է դա հետաքրքիր, որոշեցի լրիվ սպոնտան արագ բացել մի բաց արդեն էջ, որտեղ որ կխոսեմ այն գրքերի մասին, որոնք որ ես ընթերցում եմ։ Եվ այդ ժամանակ, երբ որ ես իմ բլոգը ստեղծեցի, տեղյակ չէի, որ փաստորեն իմ նման մարդիկ շատ կան, ինչը որ միայն հրաշալի է եւ այսօր ես նկատում եմ, որ book բլոգերները ավելի են շատանում, ինչը ինձ ուրախացնում է, ես հիանում եմ բոլորով, շատ երջանկանում եմ, որ մարդիկ սկսել են ավելի շատ գրքեր կարդալ։ Եվ այսպիսով ոնց որ գտա ինձ նման մարդկանց, սկսեցինք միասին գրքեր քննարկել եւ հետագայում արդեն հասկացա, որ իմ բլոգը հետաքրքրում է շատ շատերին եւ այսօր մենք համարյա 11000 ենք, ինչի համար ես շատ երջանիկ եմ։ Իրականում դուք միգուցե մտածեք, դե 11000-ը 4 տարվա համար ինչ է, որովհետեւ ուրիշ բլոգերներ մի քանի ամսում են այդքան հավաքում։ Գրքային բլոգ վարելը թերևս ամենաբարդ երևի բլոգն է, վստահ եմ մյուս բլոգերների համար էլ է դժվար, բայց պատկերացրեք գրքերից խոսալը, մարդկանց ներգրավել գրքային համայնք, գրքային ասպարեզ շատ բարդ է։ Շատ եմ ուզում, որ դուք էլ ձեզ համար բացահայտեք գրքերի աշխարհը իմ շնորհիվ, իմ միջոցով, այսպես ասեմ, որովհետև գրքային աշխարհը այդ մի հատ հրաշալի աշխարհ է, որ քեզ տանում է տարբեր տեղեր, այնքան ինֆորմացիա եք դուք իմանում ուղղակի առաջին հայացքից սովորական թվացող մի գրքից։ Այնքան տարբեր էմոցիաներ ձեզ կարող ապարգևել մեկ գիրքը։ Այստեղ չեմ խոսելու նրա մասին, որ վայ, մարդիկ քիչ են գրքեր կարդում, լավականում մի կարդացեք, բայց ովքեր որ կարդում են, ովքեր որ չեն կարդում, խնդրում եմ նայեք իմ վիդեոները, միգուցե եւ ինչ որ մի օր մոտիվացվեք եւ սկսեք կամաց կարդալ։ Առաջին վիդեոն պետք է լինի իմ արդեն իսկ 2026 թվականին ընթերցած գրքերի մասին։ Իրականում բոլոր գրքասերները, գրքային բլոգերները տարվա սկզբից դնում են իրենց առջև challenge, թե ինչքան գիրք կկարդան մեկ տարում։ Հիմնականը իմ 100-ն է, բայց քանի որ ես սպասում էի իմ երկրորդ աղջկան, ես մտածեցի, որ մի քիչ ռեալ նայենք, հաստատ այդքան գիրք չեմ հասցնի կարդամ եւ իմ առջև դրել եմ challenge 50 գիրք, բայց ուշադրություն, ես կարդացել եմ արդեն 41-ը։
թե ինչ ֆենոմեն է դա, թե ոնց է ստացվում ընդհանրապես, որ դեկրետում մարդ կարողանում ավելի շատ կարդալ, ես չգիտեմ։ Բոլորը ինձ գրում են, ասում են երեխաների հետ ախր անհնար է, դժվար է տանը եւ այլն, հավատացեք, տանը ավելի հեշտ է կարդացվում ու դեկրետում ու փոքր երեխայի հետ, քան երբ որ աշխատում ես, դա տանը չես, այլ դրսում։ Պես նկատում եք, երեխաս կողքից ձայներ է հանում, բայց չեմ կարող կիսալ թողնել, որովհետեւ շատ դժվար եմ դրամատրվել նկարել, բայց հանուն արդարության ասեմ, որ ինքը շատ խորը քնած էր, երբ որ ես որոշեցի նկարեմ, երբ որ ես դրեցի կամերան եւ միացրի։ Բայց ինքը որոշեց արթնանա, բայց խոստացել է, որ ձայն չի անելու, չէ՞։ Հիմա հերթով, այստեղ ես ցուցակ ունեմ, գրված է, տեսեք իմ բլոկնոտը ինչ գեղեցիկ է։ Այստեղ ես հերթով տարվա սկզբից ունեմ գրված իմ բոլոր գրքերը։ Եվ ձեզ հերթով կներկայացնեմ մի փոքր կխոսեմ նաև այդ գրքերից։ Դրա համար հիմա հարմար տեղավորվեք, վերցրեք սուրճ, թեյ, կամ ինչ-որ գործով զբաղվեք, բայց նաև լսեք ինձ, որովհետև խոստանում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու։ Հենց նոր իջացրի բոլոր իմ գրքերը։ Իմ գրապարանը երկրորդ հարկում է, եթե ձեզ թվում է, որ սա է իմ գրապարանը, ուրեմն սխալվում եք, այստեղ իմ չկարդացած գրքերն են, իսկ բոլոր շունչս կտրվում է։ Այստեղ իմ չկարդացած գրքերն են, իսկ կարդացածները արդեն մյուս գրապարանում են, որտեղ ավելի շատ է, եւ մի օր առանձին ֆորմատով դրանք ձեզ ցույց կտամ։ Իսկ հիմա անցնենք իմ կարդացած գրքերին։ Ներողամիտ կլինեք, եթե այն սկզբում կարդացած գրքերը մի քիչ ավելի sense էնտուզիազմով չպատմեմ, որովհետև արդեն էմոցիոնալ ոնց որ sense նստած է լինում այդ գրքերի մասին, երբ որ խոսեմ, իսկ արդեն վերջում sense թարմ կպատմեմ։ Ահա, հարմար տեղավորվեցինք եւ սկսում ենք։ Առաջին գիրքը 2026 թվականի, որ ես կարդացել եմ, դա Edith Wharton-ի Էպոխա Նիվիննստի վեպն է։ Գիրքը շատ եմ հավանել, ես տեսեք, սա հեղինակի նկարն է ու առհասարակ այս շարքը ես շատ եմ սիրում, այս ռուսական հրատարակչության հեղինակի խոսքը շատ էի հավանել, դրա համար որոշեցի, որ իր մյուս աշխատանքներին անպայման կծանոթանամ։ Երկրորդ աշխատանքը Տուրգենևի Первая любовь, առաջին ծանոթությունս էր հեղինակի հետ, իդեպ հեջանիշներ գտա։ Այստեղ 3 պատմվածքեր ներառված, եթե չեմ սխալվում, բայց ես երկուսն եմ կարդացել, Ասիան եւ Первая любовь-ը, երկուսն էլ հավանել եմ, բայց Ասիան ավելի շատ, իդեպ այս շարքն եմ սիրում։ Արդեն գալիս ենք դեպի հայ հեղինակների, ասեմ ավելին հայ ժամանակակից հեղինակների, Աշոտ Ստեփանյան, Քաղաքը քեզ կսպասի։ Առհասարակ ներողություն եմ խնդրում, բայց ես հասկացա, որ ես իր գերականության սիրահարը չեմ, բայց սիրահարներ շատ կան, ինձ թվում է Աշոտը ինձ չի նեղանա, եթե ես ասեմ, որ ես իր գիրքը կարդալուց հղի էի եւ դեպրեսվեցի, ահա որ։ Երևի սխալ ժամանակ կարդացի, բայց էքզիստենցիալ տարեր կան այստեղ, դրա համար եթե սիրում եք, անպայման կարդացեք ու այս վերջերս նաեւ իր մյուս նոր գիրքն է լույս տեսել, դա էլ կարող եք նկատի ունենալ։ Հաջորդը Սյուզեն Քոլինս Բալադը Ազմիեղ ի պևчих птицах։ Սա քաղցած խաղերը, եթե ֆիլմը նայել եք կամ գրքերը կարդացել եք, սրա պրիկուելն է, այսինքն դեպքերը տեղի ունենում ավելի շուտ, քան ֆիլմում հիմնական։ Սրա ֆիլմն է արդեն կա, ներողություն եմ խնդրում, ֆիլմը նույնիսկ դիտել էի, հետո մի տարի հետո նոր գիրքը կարդացի, մի տարի չէ, նույնիսկ ավելի ուշ։ Այստեղ ոնց որ այդ պրեզիդենտ Սնոուի մասին է իր պատմությունը, թե ոնց է ինքը դառնում այն ինչ որ ինքը Գալոդնի իգրիում, ոյ շատ եմ հավանել, ես Սյուզեն Քոլինսին այնքան շատ եմ սիրում, ես գժվում եմ Գալոդնի իգրի համար, ֆիլմերը 100 անգամ նայել եմ, գիրքն էլ պատկերացրեք ֆիլմի նման լավը ու նույնիսկ ավելի լավ է, որտեղ sense ավելի պատկերավոր էր ամեն ինչ ներկայացվում, ընտիր։ Հաջորդը Բրամ Ստոքերի Դրակուլան է։ Ես ահա որ շատ եմ սիրել գիրքը, բայց ես ձեզ ասեմ, որ ֆիլմերից ինքը շատ է տարբերվում, ես դրա մասին բազմիցս խոսել եմ իմ բլոգում, որ լրիվ ուրիշ բան է սպասում ու լրիվ ուրիշ բան է ստանում, բայց ստացածից էլ շատ գոհ ես մնում։ Դրա համար անպայման նկատի ունեցեք, շատ լավն է։ Հաջորդը Ֆրիդե Մկֆեդենի Նա հետևում է քեզ գիրքն է, առողջ։ Ուրեմն ինչու ես այս գիրքը կարդացի, որտեղ հենց այդ ժամանակ էկրանավորվում էր ֆիլմը։ Ասեցի մի հատ գիրքը կկարդամ, նոր կգնամ ֆիլմը նայելու ու այնքան ճիշտ որոշում էր, նախ գիրքը ընտիր էր, նույնիսկ ֆիլմից ավելի լավ է, բայց ֆիլմն իր հերթին շատ լավն է, դրա համար անպայման նկատի ունեցեք նաև ֆիլմը, եթե գիրքը չեք նախատեսում կարդալ, ընտիր էր, ես մի շնչով կարդացել եմ, ասենց կուլ եմ տվել էջերը։ Հաջորդը Քրիս Յուանի Ճակատագրական շրջադարձը վեպն է, ես տան որս եմ կարդացել Քրիս Յուանի, ընդհանրապես չեմ հավանել, բայց սա
Շատ լավներ, կլանված կարդացել եմ դետեկտիվ, թրիլեր, այդպես sense տարեր կար, նույնիսկ վախեցել եմ, երբ պահեր կար, չէ, լավներ անպայման կարդացեք։ Այստեղ միտեղ ես, ահա, ճիշտ է, ուրեմն մի հատ գիրք կար, Բիզցիոն, ես շատ գրքեր կա, որ կարդում եմ նաև online Kindle-ով, Kindle-ը online այդպես էլեկտրոնային գիրք է, որտեղ կարող եք ներբեռնել գրքեր եւ կարդալ, ցավոք սրտի հայերեն գրքեր շատ չի լինում ներբեռնել, անգլերեն կամ ռուսերեն հիմնականում, ինչ որ թեթև sense ֆենտեզի էի ուզում, Բիզցիոն դա անկավ աչքիս, կեսնել աուդիո էի լսել, իդեպ աուդիո գրքեր եմ ես շատ լսում եւ դրանք համարում եմ լիարժեք գիրք, դրա մասին կարող եք առանձին խոսել մի անգամ, եթե հետաքրքրում եք կոմենտներում գրեք, որովհետեւ այո, աուդիո գիրքը, եթե ձեզ թվում է որ դուք լսում եք ու դա չի կարող համարվել լիարժեք գիրք, շատ սխալվում եք, որտեղ դա տալիս է ձեզ նույն ինֆորմացիան, նույն էմոցիաները։ Ահա որ վատ գիրքեր ես, ինչ էր այս Բիզցիոնը, ու ինքերը շարունակություն ուներ, ուժս, չեմ էլ ուզում նույնիսկ անդրադառնամ դրա։ Հաջորդը հայ էլի ժամանակակից գրող Հայկ Հովյանի Գիսանեն է, ուրեմն այս գրքի սիրունությունը հավատացեք ամեն ինչ արժի։ Նկարազարդումները, ուրեմն նկարազարդողին առանձնահատուկ հարգանք եւ շնորհակալություն, ասենց ֆանտաստիկ կազմի համար։ Բայց անկեղծ ասած ես գիրքը չեմ հավանել։ Ֆենտեզի է, հայկական էպոսից վերցված տարեր կար մեջը, բայց ես սիրում եմ որ ֆենտեզին շատ sense ինչ որ ահավոր շատ ամեն ինչ տեղի ունենում, sense action-ը շատ է, էլի ոնց ասեմ։ Իսկ այստեղ ամեն ինչ շատ դանդաղ էր ու ինքը դեռ ոնց հասկացա շարունակություններ ունենալու։ Հաջորդը այս տարվա լավագույն գրքերից մեկը, որ ես կարդացել եմ, այդ Նիկոս Կազանցակեսի Հույն Զորբան է։ Ես վայելել եմ ամեն տողը, ամեն էջի։ Ես ուղակի միտումնավոր դանդաղացնում էի ընթերցանությունը, որ չավարտեմ իրան։ Ֆանտաստիկ լավ գործ է։ Ես անկեղծ այսեն գրքերից է, որ ես բոլորին եմ խորհուրդ տալիս, որ կարդան, որովհետև Զորբայից այնքան սովորելու բան ունենք։ Ֆանտաստիկ լավն է։ Հաջորդը Եկատերինա Մանոյլո «Отец смотрит на запад»։ Ես այս գիրքը ընդհանրապես չեմ հավանել, տեսել եմ մի ռուս book blogger-ի մոտ, այնքան գոված, սկիզբը շատ հետաքրքիր էր, կազախների պատմությունն է, ինչ որ ընտանեկան տենց դրամա էր, ընտանեկան ոնց որ կանանց պատմություն։ Հեսա посвящается Կատě, այստեղ էլ նկարը կա, երևի ես, չգիտեմ, ճիշտ ասած, ընդհանրապես չհավանեցի, չեմ էլ ուզում խոսամ։ Արտուր Խեյլի «Ատել» գիրքը նույնիսկ չեմ էլ բացել, հավանաբար մեկին կնվիրեմ, ես չեմ հավանել, ճիշտ ասած, իրա երևի այնքան շատ լավ կարծիքներ էի լսել, բայց իմը չէր, ես հասկացա, որ ես իրա գրելաձևը երևի թե չեմ հավանել։ Կետ Դևերը Պաբեկ Վտասկանու, որ ասեմ արդեն չեմ հիշում ինչի մասն էր, որտեղ այնքան, հա, հիշեցի։ Այս գրքի վրա ես այնքան եմ ներվայնացել, որովհետև այնքան ծեծված էր թեման, վայ Աստված ջան, ամուսնալուծվում է, էս է դեր չէ, հաստատ չեմ սխալվում։ Հա, ամուսնալուծվում է, գնում է Իտալիա, պիցա պաստայա ուտում եւ երջանկանում, չգիտեմ, իրա ու ինքը գրող էր։ Ձեզ ինչ որ բան չի հիշեցնում, շատ ծեծված թեմա է, շատ կար ասենց պատմություններ։ Ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Ոնց որ այս շարքը ավարտեցի, հիմա անցնեմ մյուս մեծ շարքին, բերեմ, այս տանեմ, այն բերեմ։ Երրորդ շարքը բերեցի Ջոն Իրվինգ «Правила виноделов»։ Ես այս գիրքը իմ համար ամենաձգձգված գրքերից մեկն էր։ Սկիզբը այնքան հետաքրքիր էր գնում, հետո այնքան ձանձրացրեց հեղինակը, վայ, բայց փոխարենը ես նայեցի ֆիլմը։ Տեսեք հենց ֆիլմի ոնց որ աբլոշկանը։ Վայ, այդ ինչ ֆանտաստիկ ֆիլմ էր, վայ Աստված ջան, այդ ինչ իմ սրտով ֆիլմ էր, ոնց որ ես նկարած լինեի այդ ֆիլմը, ոնց որ վերցրած լինեի այս գիրքը, գրքից հանեի այն հատվածները, որ ինձ դուր չեր եկել, որ ինձ ձանձրացնում էր ու նկարեի ֆիլմը։ Այ տենց արել էր ֆիլմի ռեժիսորը, վայ համբուրում եմ։ Մալադեց։ Անպայման նայեք, խնդրում եմ, նայեք։ Միշել Բյուսի «Չորնոյ կուվշինկի»։ Այստեղ ինչ որ դետեկտիվային տարեր ունեցող գիրք էր։ Իրականում ինձ այդքանը դուր չեկավ։ Չնայած որ շատ են իրան հավանում, մեջն էլ լիքը ինչ որ նշումներ եմ արել, ուզում եմ հասկանամ ով է ում բարեկամ։ Միշտ այդ դետեկտիվները տենց են, բայց այստեղ կար հղում այս կուվշինկաները, այդ Մոնեի կուվշինկաներն է, իսկ այն մարդիկ ովքեր գիտեմ, որ ես ինչքան եմ սիրում արվեստ առասարակ, գիտեմ ես արվեստաբանություն սովորել եմ, աշխատել եմ Հայաստանի ազգային պատկերասրահում որպես էքսկուրսավար, արվեստաբանություն սովորել եմ, դրա համար շատ սիրում եմ ու իմպրեսիոնիզմ, Մոնեի սադներ այդ բաներով, կուվշինկաներով, բայց մենակ այդ մասերն էր հետաքրքիր իմ համար, մնացած այդ պատմությունը առասարակ դուրս չեկավ։
Մենք հիմա անցնում ենք իմ կյանքի կարդացած լավագույն գրքին։ Այս գրքի մասին իմ ռիվյուն հավաքել է Instagram-ում իմ այս 4 տարիների ընթացքում ամենաշատ հավաքված դիտում հավաքած գրքի մասին դիտում հավաքած վիդեոն է 160,000 Թեոդոր Դրայզեր ամերիկյան ողբերգություն։ Ես պաշտում եմ այս գիրքը, սա ֆանտաստիկ ստեղծագործություն է։ Ես Դրայզերին սիրում եմ, իրենից կարդացել էի Քույրքերին եւ Ջենի Գերհարդը, ու էլի շատ հավանել եմ, բայց հավատացեք, սա ուղղակի մի հատ ուրիշ ֆանտաստիկ ստեղծագործություն է։ Ես շատ երկար ժամանակ կպահանջի բոլոր գրքերի մասին առանձին սյուժեով ներկայացնեմ։ Ավելավա ես ուղղակի ձեզ ասեմ, սա ֆանտաստիկ գիրք է ու հավատացեք ինձ կարդացեք, քան թե դնեմ այդքան բացատրեմ։ Կամիլ Լեմոնիե տղամարդու սերը։ Եթե դուք այս գրքից ինչ-որ բան եք հասկացել, ինձ ասեք, որտեվ ահա որ էր իմ համար։ Ես բան չեմ հասկացել այս գրքից անկեղծ։ Շոդերլո դելակլո, ապասնեի սիազի հայրեն էլ կայդեպ, շատ լավն է, ընտիր ստեղծագործություն է, սենց խառը ինտրիգների մեջ եք մտնելու գիրքը կարդալիս, որ դարն է, 18-րդ դար, ինտրիգներ, իդեպ բանը, ու ոնց էր դա կոչվում, էպիստոլյար վեպա։ Ոյ հաջորդը Կաֆկայի պրոցեսն է, դատավարությունը, որը որ ես շատ եմ հավանել, ոյ փոխոխվեցի, հիշեցի։ Վայ, այնքան դանդաղ եմ իրան կարդացել ու այնքան էի նեղվել, որ ինչ որ մեկի հետ համատեղ սա չէի կարդում, որտեղ այնքան բան կար խորանալու ու քննարկելու, որ ես սա կարդացել եմ ChatGPT-ի հետ։ Ու գիտեք, այս ոնց է սա տպագրված, ուրեմն այս հատվածները որ տեսնում եք, սենց ոնց որ ջնջած լինի, այդ հենց իր օրիգինալ, Կաֆկայի օրիգինալ ստեղծագործությունն է, որտեղ որ ինքը ջնջել է այդ հատվածները, անգամ դա կարող եք կարդալ, շատ հետաքրքիր։ Առաջին անգամ եմ այդպես ստեղծագործություն կարդում։ Այստեղ ինչ-որ բան կար, որ ես էլի ոնց որ թե, հա, ճիշտ է, լավանդովե վետվ։ Ուզում էի այդ շրջանում ինչ-որ շատ երեխեն նոր էր ծնվել, ուզում էի ինչ-որ թեթև բան կարդալ։ Երեխեքը ընկերուներս խորհուրդ տվեցին լավանդովե վետվը, բայց ես ընդհանրապես այդ գիրքը չհավանեցի, իմ վրա ինքը ազդեցին հերոսները, կերպարները եւ սյուժեն։ Հաջորդ գիրքը, որ էլի իմ վրա ազդել էր, այդ Մարկ Միլլերի Պոլնոչ Նյու Յորքն է։ Ես անդադ հումորով, կատակով ասում եմ, որ այս գրքի միակ լավ բանը այդ իր վերնագիրն է, Պոլնոչ Նյու Յորք։ Այնքան հիմար սյուժե էր, չեմ ուզում նույնիսկ անդրադառնամ։ Բիբլիոն հրատարակչության կողմից նվեր է ստացել Էլիզաբեթ Ուեյնի Ծածկամունը վերիթի հետ ժամանակ նոր էր տպագրվել։ Ես գիրքը շատ հավանել եմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմ, այստեղ երկու ընկերների պատմություն է։ Շատ հետաքրքիր էր։ Ես իդեպ դուք շատ գրքերի մասին իմ Instagram-յան էջում առանձին ռիվյուներ կգտնեք։ Պետք է լավ սենց իջնեք, թերթեք, նայեք, վայելեք, մի խոսքով մտեք նայեք, որովհետև ավելի մանրամասն ես այնտեղ ներկայացնում եմ։ Ադրիանա Տրիժյանի Добро не оставляйте на потом։ Հավանել եմ ես այս գիրքը, սյուժեն նույնիսկ որ ձեզ ասեմ, հիմա շատ լավ չեմ հիշում, սպասեք մի հատ նայեմ։ Հա, հիշեցի։ Ինքը լավ գործ է, շատ նաև պատերազմի մասին հիշողություններ կային, ոնց որ մի կերպար կար, բացահայտում էր տատիկի ինչ-որ պատմություններ, կարծեմ, եթե չեմ սխալվում, օրագրից, մի խոսքով լավն էր։ Այս էլ մնաց վերջին մի քանի գիրքը եւ կավարտենք։ Հիմա եկանք արդեն այն գրքերին, որոնք որ իմ մեջ ավելի sense թարմ են տպավորված ու ես sense ավելի լավ կարամ ձեզ ասել։ Իդեպ sense ոնց որ հերթականությամբ ես ձեզ ասում եմ, ինձ տարվա ամենասկզբից ներկայացնում եմ գրքերը։ Դոնատո Կարիզի Հոգիների դատարանը։ Վայ, սա ֆանտաստիկ դետեկտիվ է, ինտելեկտուալ, քրքրում ես էջերը ու ինֆորմացիան շատ լավն է, իսկ վերջը սենց հրաշք է, շարունակություն էլ ունի, բայց դեռևս հայերեն թարգմանած չունենք, անպայման կսպասեմ, որ թարգմանվի եւ կարդամ։ Հաջորդը մթության մեջ տեսնող տղան, Ռասա Բուկավիչուտե Պեցե։ Ես ունեմ հեղինակի մանկագրությունը, ինքը մանկապատանեկան գրականություն է 12+, վայ այնքան եմ ես հուզվել ու լացել այս գիրքի վրա, վայ այնքան ֆանտաստիկ ստեղծագործություն է, ես այնքան շատ եմ ուզում, որ դուք կարդաք, որ ձեր երեխաները կարդան, չգիտեմ, իրոք սա նույնիսկ կարելի է համարել ոչ թե մանկապատանեկան, այլ հենց մեծահասակների համար նախատեսված։ Ես անդադ մտքից մի բան կա այս գրքի հետ կապված, բայց դեռ չեմ ուզում ասել, բայց էլի YouTube-ի ֆորմատով է լինելու։ Հուսամ կստացվի ու կանենք։ Հաջորդը Մերի Շելի Ֆրանկենշտեյն или современный Прометей։ Մենք հայերեն էլ ունենք այս գիրքը, բայց մի հատ խնդրում եմ գեղեցկությունը գնահատեք։
Շատ լավներ, վայ, այնքան շատ եմ հավանել։ Իհարկե էլի ֆիլմերից ինքը տարբերվում էր, բայց ես ձեզ ասեմ, որ ես գիտեի թե Ֆրանկենշտեյնը այդ մոնստրն է, ինչ Ֆրանկենշտեյնը բժիշկն է։ Տեսնում եք ինչքան նոր բաներ են կբացահայտում մանկուց դեռևս սխալ մեր մեջ մնացած։ Անտոնի Գարովից «Սարոկի убийцы» Էլի սենց դետեկտիվա գիրքա գրքի մեջ ժողովուրդ մեկը գիրքա կարդում, այդ գիրքը մենք կարդում ենք, հետո գիրքից դուրս դեպքեր է տեղի ունենում։ Հավանել եմ շատ, սրա երկրորդ մասն էլ կա, բայց մի տեսակ այդ երկրորդ մասը սկսեցի ու դուրս այդքան էլ չեկավ։ Հաջորդը Ռեբեկա Քուանի Դեղնամորթն է, շատ հավանել եմ այս գրքի մասին ռիվյուներ եմ սենց թռել, որտեղ շատ հետաքրքիր է իրադարձությունները, ուրեմն երկու ընկերների մասին է, մեկը շատ հայտնի գրող է, մյուսը ընդհանրապես հայտնի չի, այսինքն չի ստացվում իր մոտ այդ հայտնիությունը, գրքերը չեն վաճառվում։ Ու հենց է ստացվում, որ այս աղջիկները մի օր իրար հետ ժամանակ են անցկացնում ու ընկերներից մեկը մահանում է։ Խեղտվում է, մահանում է, բայց մահանալուց առաջ ցույց է տալիս իր ամենավերջին գրած գիրքը էս մի ընկերում, որի գրքերը որ չի վաճառվում, որի մասին ոչ մեկ չգիտի։ Այսինքն ոչ թե արդեն տպագրված էր, այլ գրված ու պետքա տար տպագրության։ Ինչ անում մեր հերոսուհին, վերցնում է այդ գիրքը, տանում է, ներկայացնում է, որ ինքն է դա գրել։ Քանի որ ոչ մեկ չգիտեր, որ ինքը դա գրել է, բայց թե հետո ինչ էր լինում, բայց շատ հետաքրքիր է, ահավոր հավեսով կարդացել, ես sense բան չէի տեսել։ Հաջորդը Ժոզեֆ Բիդիե Տրիստան ի Իզոլդը։ Ես սրա ֆիլմն եմ շատ սիրում, բայց փաստորեն ֆիլմից ինքը լրիվ տարբերվում էր։ Դրա համար այդքան չհավանեցի, բայց էլի նկարազարդումները շատ սիրուն էին, կարող եք նայել։ Ու հաջորդ իմ տարվա լավագույն գրքերի մեջ Վահան Թոթովենց Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա ես խենթացել եմ այս ստեղծագործության համար, ես խենթացել եմ Վահան Թոթովենցի գեղեցիկ խոսքի համար, վայ այնքան եմ վայելել, հատվածներ կար, որ մի քանի անգամ էի կարդում, ոնց որ իր կյանքի պատմությունն է, հենց ամենասկզբից, սրա մասին առանձին ռիվյու ունեմ, հիմա լավ անունները չեմ հիշում, Արևմտյան Հայաստանում, հիմա արդեն Թուրքիայի սահմանում գտնվող այդ հատվածը, որտեղ էր այդ գյուղը, վայ, չգիտեմ, բայց սա, վայ, գժվում եմ այս գրքի համար։ Օ, հաջորդ Լոուցին, չինական գրականություն, 3 մարմինների խնդիրը, սա գիտաֆանտաստիկ վեպ է, ու ինքը այնքան բարդ ու հետաքրքիր էր, լուրջ եմ ասում, մանավանդ մենք սա համատեղ ենք կարդացել աղջիկների հետ ու այնքան հետաքրքիր բացահայտումներ եմ արել իմ համար, գիրքը ունի շարունակություն, սպասելու եմ հայերեն անպայման։ Միչ Էլբոմ Первый звонок с небес։ Ես այս գիրքը չեմ հավանել, անկեղծ ասած, ընդհանրապես չեմ հավանել, իրենց հավանել էի օդարը փրկանավակում, այդ գիրքը ունեմ, հավանում եմ շատ, բայց այս մեկը շատ վատն էր։ Ուզում տեսնեմ էլի բան կար, որ ես on-line էի կարդացել, բայց ձեզ չասեցի։ Մի հատ բան կա, տեսեք, այդ գիրքը ինձ մոտ չի, որտեվ տվել եմ քրոջս աղջկան, որ կարդա, Սիրտը, էլի մանկապատանեկան գիրքա, շատ լավ դպրոցում, Պարտադիր ընթերցանության ցանկում է, տվել եմ որ կարդա, իմ կարդալուց հետո հիմա սկսել եմ մանկապատանեկան գրքեր էլ կարդալ, ճիշտ խորհուրդներ տալ երեխաներին, ձեզ որ դուք երեխաների համար գնեք ու ընտիր գործեր անպայման արժի ունենալ եւ կարդալ։ Հաջորդ գիրքը Լուսինե Հովանեսյան, ժամանակակից հայ գրող, Երևան։ Պաշտել եմ այդ ստեղծագործությունը, շատ հուզվել եմ, իր այսպես հուշերն են, նոստալգիկ Երևանն է, դեռևս ես այդ ժամանակ ծնված չէի, կարծեմ 50-ականներն է, բայց շատ լավ ստեղծագործություն է, սրա մասին եմ առանձին խոսել ու առասարակ շատ գրքերի մասին ես ասում եմ էլի, առանձին խոսել եմ, կարող եք մտնել նայել։ Հաջորդ տարվա լավագույն գիրքը այդ Սելինջերի Փրկիչը տարեկանի արտում, ես գժվել եմ այս գիրքը կարդալուց, ես հիացել եմ այս գիրքը կարդալուց, ես հուզվել եմ, ապրել եմ, սիրտս թրթրալով կարդացել եմ, ֆանտաստիկ է, շատ եմ սիրում։ Մայքլ Քանինգհամի Ժամերը վեպը, որի մասին էլի խոսել եմ։ Սա կարող են կարդալ այն մարդիկ, ովքեր կարդացել են Վիրջինիա Վուլֆի Միսիս Դելովեյը, որտեվ հենց կարևորը կետը այդ Միսիս Դելովեյն է, էլի, այստեղ։ Եվ արդեն անցնենք այս վերջին իմ ավարտածները, որի մասին ես նույնիսկ Instagram-ում դեռ չեմ խոսել, դրանք առանձնացնում եմ, որ անդրադառնամ դրանց։ Ջորջ Մարտին Բուրի Միչեի, ովքեր որ նայել են Գահերի խաղը սերիալի գրքերն եմ կարդում հերթով, շատ եմ սիրում, պաշտում եմ։ Սա երրորդ հատորն է, այսինքն երրորդ սեզոնն է ասել, երբ որ կարոտում եմ սերիալը, չեմ ժամանակ չի լինում ոնց որ դնել նայելու, ես կարդում եմ գրքերը։ Սպայսի վերջացնում եմ։ Դանիել Գլադհաուեր լավագույն հյուսիսային քամուդը եմ, այս գիրքն եմ շատ հավանել, էլի կարելի ասել էպիստոլյար ժանրի է, բայց այստեղ արդեն ոնց որ SMS-ներով են շփվում։
մի պատմություն երկու մի կնոջ եւ տղամարդու մասին, այդ կինը ոնց որ email է գրում, սխալմամբ մի տառի սխալի պատճառով ընկնում է մի տղամարդու Լեո անունով ու այդտեղից սկսում է իրենց նամակագրությունը։ Թե բայց հետո ինչ է տեղի ունենում, այդ պետքա կարդաք, որ իմանաք։ Հաջորդ տարվա լավագույն գիրքը Այն Ռենդի ակունքը ես պաշտում եմ այս ստեղծագործությունը, սա ֆանտաստիկ, ֆենոմենալ, հրաշալի գիրք է, ես սենց հոգով սրտով ամբողջ էությամբ խորհուրդ եմ տալի, որ դուք կարդաք սա գժվելու եւ 2 օր առաջ էլ ավարտեցի, խնդրում եմ չծիծաղել, այո, ես սա չէի կարդացել Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրները։ Ասել որ հավանել եմ, ինձ թվում է չարժի, չէ։ Եկեք վերջում ցույց տամ, հավանաբար երբ որ արդեն տեղադրեմ վիդեոն ավարտած կլինեմ, որտեվ մնացել է մոտավորապես այսքան մի 50 էջ, կարդում եմ Դաֆնի Դյումորիի Իմ զարմուհի Ռեյչելը էս ինչ գիրքը, սրան արդեն երևի երկրորդ մասում կանդրադառնամ, եւ նաեւ կարդում եմ Գրեգորի Դեյվիդ Ռոբերտսի Շանտարամը, որը որ շատ հայտնի է, տենց երևի կեսերն եմ կամ կեսից ավելին եմ կարդացել, որտեղ նաև ոնց որ աուդիոյով եմ լսում։ Այսքանը իմ 2026 թվականի կարդացած 40 գրքերի մասին, հետևեք ինձ YouTube-ում, իմ սոցիալական հարթակներում, ամենաակտիվը ես իհարկե Instagram-ում եմ, որովհետև story-ներով հենց ամենաառաջինն եք դուք իմանում, թե ես ինչ եմ կարդում, ինչ հետաքրքիր ինֆորմացիայով եմ կիսվում, խնդրում եմ ինձ աջակցեք, ասեք հավանեցիք, չհավանեցիք, մեկնաբանեք, լայքեք, subscribe եղեք իմ ալիքին, ինձ համար դա իրոք շատ կարևոր է, որ ես կարողանամ ավելի ակտիվ շարունակեմ ու հետաքրքիր բաներ մտածեմ, որ ձեզ հետաքրքիր լինի։ Մեկնաբանություններում գրեք, թե հաջորդիվ ինչ կուզեիք տեսնել իմ YouTube-յան ալիքում, ես մեծ սիրով կնայեմ եւ հաշվի կառնեմ այդ ամենը։ Ներողություն եմ խնդրում ձայների համար, բայց ես գնացի ու կներեք, ուրիշ տարբերակ չկար։ Այսքանը, հուսամ հավանեցիք։ Ձեզ հետ է ես, Աննան, նույն ինքը, Աննաս Բուվիզը։